Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ բժիշկ գինեկոլոգ սոնոգրաֆիստ, բժշկական գիտությունների թեկնածու Տաթևիկ Գորղողջյանին։ Բարի գալուս, շնորհակալություն, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այս հաղորդման ընթացքում ուզում եմ խոսենք հղիության առաջին 12 շաբաթների մասին, այն 12 շաբաթները, որոնց ընթացքում մայրիկը դեռ ուզում է հասկանալ ինչ է կատարվում, ապագա մայրիկը, ուզում է հասկանալ ինչ է կատարվում իր օրգանիզմում, ինչ պետք է անի, մի փոքր նաև անորոշության շրջան է, վախերի շրջան է, երջանկության, մի խոսքով այն բոլոր զգացմունքները, որը կինը կարող է ունենալ այս 12 շաբաթների ընթացքում, բոլորի միջով անցնում է, Եվ ուզում եմ այդ ծայրահեղ իրավիճակների ոսկե միջինը գտնենք։ Որոշ կանայք մտածում են, որ այդ ցանկալի, երանելի երկու գիծը տեսնելուց հետո առնվազն 15 րոպեվա ընթացքում պետք է լինել գինեկոլոգի մոտ, մյուսներն էլ մտածում են, որ քանի խաղը չկա երեխայի, բժշկի գնալու իմաստն էլ որն է։ Լավ, եթե կա արդեն գրանցված կամ տեսել ենք այդ կարևոր երկու գծերը, ինչ պետք է անենք։ Շատ լավ բնութագրեցիք, այդ 12 շաբաթը իրականում էմոցիոնալ միքս է։ Նախ մեծ մասամբ չեն լիարժեք հասկանում ինչ է կատարվում, որովհետև չես պատկերացնում։ Կարծես թե բան չի փոխվել, բայց արդեն մի նոր կյանք է։ Ինչ եմ լավ զգում ինձ։ Ինչի սիրտս չի խառնում։ Ինչու չի պտտվում կամ հենց առաջի շաբաթներից մեծացել է, չէ՞ փորս։ Շատ հետաքրքիր է աղջիկների ռեակցիան եւ այդ ամեն ինչը պետք է այդ ընթացքը վայելել, որովհետեւ շատ հետաքրքիր է, իրանք հետո դա հիշելու են եւ ինչից պետք է սկսել։ Այն շատ ճիշտ եք նկատել, որովհետեւ լինում են առավոտը զանգեր ու թիմ, որ դոկտոր ջան, երկու գիծ է, երբ գանք։ Շտապել պետք չէ այս հարցում միանշանակ, որովհետև երկու գիծը նախ տեստը դա տան պայմաններում կատարված սկրինինգային ոչ բժշկական ախտորոշում հիմք չի հանդիսանում բժշկական ախտորոշման համար մի գործողություն է։ Այսինքն տեստը կարող է լինել եւ կեղծ դրական, եւ կեղծ բացասական։ Այդ իսկ պատճառով, եթե երկու գիծը շատ լավ է, մեր հաջորդ քայլը մենք ճշտում ենք երբ աղել բժիշկներս վերջի դաշտանը, որովհետև ճիշտ է, ձվազատումը լինում է ցիկլի մոտավոր մեջտեղի օրերին, պլյուս մինուս եւ կախված է ընդհանուր ցիկլի տևողությունից, բայց բազային հիմնական ամսաթիվ ցուցանիշ մենք ունենք միայն վերջի դաշտանի առաջին օրը։ Դա հանդիսանում է մեր համար առաջին հիմնական տվյալ։ Ճշտում ենք։ Եվ եթե դեռ նույնիսկ ուշացում չի եղել ցիկլի կամ 1-2 օրը, հավատացեք գնալ բժշկի դեռ շուտ է։ Այսինքն կարող է տեստը ցույց տալ դրական, անգամ եթե դեռ չկա ուշացում։ Լինում են դեպքեր, բայց շատ հազվադեպ տեստը նորից կրկնեմ, դա կեղծ բացասական եւ կեղծ դրական արդյունք արդյունք ունեցող գործողություն է։ Բայց դե էմոցիաների բումը սկսվում է այստեղից, տեստից է սկսվում, որտեղ տեստը ոնց որ ամենակարևորն է։ Բայց այս դեպքում կա մի շատ հոյակապ լուծում, որը մեզ տալիս է բոլոր հարցերի պատասխանը։ Կինը հղի է, թե հղի չի, նույնիսկ եթե հղիությունը 7 օրեկան է։ Դա արյան մեջ մարդու խորանալ հոնոդոտրոպինը ԽԳ չէ, բոլորին շատ լավ ծանոթ է, այդ ԽԳ չէ 3 տառը բոլորը գիտեն։ Հանձնում է ԽԳ չեն եւ մենք ունենում ենք արդեն հստակ թիվ։ Որտեւ այստեղ արդեն սխալվելու տարբերակ չունենք։ 99% ճշգրտություն մենք ստանում ենք ԽԳ-ի թիվը եւ ըստ թվի կողմնորոշվում ենք։ Եթե շատ ցածր է ցուցանիշը, մենք դեռ սպասում ենք, դեպ ցանկալի է ուշացումը գոնե 5-ից 7 օր լինի սպասվող ամսաթվից, որ մենք կարողանանք արդեն կատարել ուլտրաձայնային հետազոտությունը։ Եվ ԽԳ-ի թիվը իմացանք, մի փոքր սպասեցինք, ցուցանիշը համադրեցինք ամսաթվերին, հանդիպում ենք։ Այս ամենակարևոր եւ երևի թե ամենահուզիչ, սպասված, այո, ամենասպասված, երբ որ գալիս է կինը շատ հաճախ գալիս են զույգով, կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն եւ դա ամենահստակ արդեն տալիս է բացի նրանից, ոնց որ ԽԳ-ն տալիս է, որ կա հղիություն, ուլտրաձայնային հետազոտությունը տալիս է թե որտեղ է հղիությունը։ Եւ երբ որ մենք տեսնում ենք արգանդի խոռոչում, պտղածու, արդեն կարող ենք ախտորոշել այդ կետիկը, այո, այդ կլոր սև կետիկը իր մեջ արդեն համապատասխան փոփոխություններ դա կախված ժամկետից, այդտեղ գրում ենք ախտորոշում հղիություն, այստեղից ամեն ինչ սկսվում է։
Ես ճիշտ եմ հասկանում, որ ամեն դեպքում, եթե մենք սոնոգրաֆիայի արդյունքում գիտենք եւ տեսել ենք այդ կարևոր կետիկը, մենք արդեն ԽԳՉ հանձնելու կարիքը չունենք, եթե իհարկե պաթոլոգիաներ չկան, բայց եթե մենք ԽԳՉ-ն հանձնել ենք ու չունենք սոնոգրաֆիայի պատասխան, դեռ հղիության մասին խոսելու, այսպես կարիքն էլ չկա, իմաստ էլ չկա։ Շատ ճիշտ է, եթե ԽԳՉ-ն բացասական է եւ ուշացում կա, այսինքն մենք ենթադրել այդ 1 շաբաթը որը կարող է ցույց տալ, դեռ 2-3 օրեկանը մենք չենք տեսնի ոչ մի տարբերակով։ Այդ դեպքում մենք արդեն դիտարկում ենք որպես ֆունկցիոնալ խախտում։ Իսկ եթե դրական է եկել ԽԳՉ-ն, սոնոգրաֆիկ հետազոտություն։ Իդեպ ԽԳՉ-ի կրկնելը դուք շատ նուրբ եւ ճիշտ նշեցիք, եթե չի նկատվում պաթոլոգիա, այդ եթեն մենք դինամիկայում ենք տեսնում։ ԽԳՉ դրական ուլտրաձայնային հետազոտություն։ Երկրորդ ուլտրաձայնային հետազոտություն պարտադիր 7-ից 14 օր միջանկյալ տարբերությամբ եւ աճ պտղաձևի։ Աճի հետ կապված ցանկացած փոփոխություն կրկնակի ԽԳЧ։ Դա ալգորիթմը, դա պարտադիր հետազոտություն է։ Եթե աճը նորմալ գրանցվում է, այդ դեպքում ԽԳЧ-ն արդեն ինդիվիդուալ ենք հասկանում, ենք պետք է ստուգել նորից, թե չէ։ Բայց եթե ԽԳЧ-ն բացասական է, նույնիսկ 2 անգամ ուշացավ դաշտանը բացասական է, նորից մի շաբաթ հետո բացասական է, մենք միանշանակ որպես ֆունկցիոնալ խախտում ենք դիտարկում եւ իհարկե էլի փրկում ուլտրաձայնային հետազոտությունը, ֆունկցիոնալ կիստաներ, այլ փոփոխություններ։ Եթե մենք ունենք մեկ այլ թիվ եւս հստակ օվուլյացիայի օրը, այս դեպքում հեշտանում է արդյոք գործը գինեկոլոգ սոնոգրաֆիստի, ապագա մայրիկի։ Հեշտանում այնքանով, որ մենք ավելի հստակ ենք ժամկետների առումով եւ գիտենք երբ ինչ սպասել։ Այդ առումով է հեշտանում։ Եթե ձվազատում կատարվել է ֆոլիկուլոդինամիկան, շատ կարևոր հետազոտություն է, շատ օգնող հետազոտություն է, առավել ևս եթե կինը ունի որևիցե խնդիրներ։ Լինում են դեպքեր, երբ ուզում են շտապում են հղիությամբ, դիմում են ֆոլիկուլոդինամիկայի, մենք հստակ սոնոգրաֆիկ տեսնում ենք ձվազատումը, ֆոլիկուլի աճը, լորձաթաղանթի հաստացումը եւ այդ օրերը օգտագործում ենք պլանավորման համար։ Եթե այդ օրը գիտենք, իհարկե շատ ավելի հեշտ է։ Դուք ասում եք ցիկլի, այսպես ասած, ուշացումը։ Շատ հաճախ վստահ եմ այս հարցը ձեզ կանայք տալիս են, ուշացում պետք է համարենք նախորդ ամսվա գրանցված օրը, թե այս ամսվա սպասվող օրը, որովհետև մենք լավ գիտենք, որ շատ կանանց մոտ դա նույն օրը չի եւ օրերի տարբերություն է լինում, երբեմն մի քանի օր շուտ, մի քանի օր ուշ։ Հիմնականում կինը գիտի, քանի օրը մեկ է լինում դաշտանը։ Մենք այդ միջանկյալ ընթացքն ենք նայում, այսինքն եթե դա եղել է ամսաթիվ, մենք դա չենք հաշվում։ Եթե կնոջ մոտ 25 օրը մեկ է ցիկլը, հետեւաբար հաջորդը լինելու է ոչ թե նույն օրը, այլ 5-6 օր շուտ։ Մենք սպասվող ցիկլի օրվանից ենք հաշվում։ Շատ լավ, եթե մենք եկել ենք արդեն սոնոգրաֆիկ հետազոտությունը անցել ենք, տեսել ենք այնինչ ինչի համար եկել ենք, սպասվող այդ ինչպես ժողովուրդն է ասում, այդ ծև կետիկը արդեն տեսել ենք, գիտենք, որ կա հղիություն եւ ամենակարևորը հղիությունը արգանդի խոռոչում է։ Հաջորդի պետք է նորից լինել բժշկի մոտ, թե պետք է սպասել այն 12 շաբաթները անցնեն, նոր գնանք ու կանգնենք, ինչպես ժողովուրդն է ասում, հաշվառման։ Չէ, 12 շաբաթ չենք սպասում։ Նախ առաջինից հետո մենք սպասում ենք միջինը 7-ից 14 օր, 2 շաբաթ 3 կարող ենք սպասել, կախված երբ տեսանք, եւ նորից կրկնում ենք։ Մեզ պետք է նաեւ գրանցել աճը։ Տեսնել պտղածուն դա առաջի լավ նորությունն է։ Երկրորդը մենք գրանցում ենք, որ ինքը զարգանում է։ Այսինքն ունենք զարգացող հղիություն։ Եվ պարտադիր, այսպես ասած, սրտիկը։ Այսինքն տեսնենք անոթները, գրանցենք նաեւ, որ ունենք զարգացող հղիություն, ունենք սրտիկ, տեսնում ենք էմբրիոնը, ամեն շաբաթ զարգացման ընթացքում, այդ 12 շաբաթվա ընթացքում զարգանում է, այո, անընդհատ փոփոխվում է, այնքան նույնիսկ աճը, այնքան վիզուալ տարբերություն է տալիս, միանգամից ակնառու տեսանելի է, որ աղջիկները նկատում են, շատ պետք չի մասնագետ լինել, տենում են փոքր կետիկ, հետո տեսնում ես մեծ կետիկ։ Հետո տեսնում ես այդ կետիկի մեջ մի հատ փոքրիկ սպիտակ արդեն կետ է։ Եվ այսպես դեղնուցապարկ, էմբրիոն, բաբաղ, այսպես կոչված լսում ենք սրտիկը, սրտիկ մենք իրան անվանում ենք իհարկե ընդհանուր առմամբ, տեսնում ենք, լսում ենք, այ դա եւս մի հուզիչ պահ է, երբ որ զույգը լսում է արդեն, այդտեղ էլ չեն հավատում, չեն պատկերացնում եւ շարունակում ենք հետեւել, եթե արկա է որևիցե խնդիր, կարան լինեն գեմատոմաներ, արգանդի, մարմնի մկանի տոնուսի բարձր լինել եւ այլն, ցավ նկատվում է եւ այդ ընթացքում մենք կարողանում ենք տեսնել խնդրի արկայությունը, հավելյալ հետազոտություններ անել, օրինակ նույն գեմատոմաները։
բավական հաճախ են հանդիպում, կատարում ենք համապատասխանարյան քննություններ, կա գոլոգրամա, դեդիմեր, հոմոցիստեն, եթե կա խնդիր, ուղղորդում ենք առնաբանի մոտ եւ կանխարգելիչ նշանակումները արվում են, որից հետո նորից ենք նայում մեծանում է գեմատոման, թե չի մեծանում։ Օրինակ գեմատոմայի վրա բերեցի, բայց տարբեր պաթոլոգիաներ կարող ենք նկատել, նույն էմբրիոնի բացակայությունը, դեղնուցապարկի չափսերի փոփոխությունը, այդ բոլոր նրբությունները կարևոր են, հենց որ սպասել 12 շաբաթ դա միանշանակ ոչ։ Հաջորդ այցը ըստ մասնագետի նշանակման։ Ես այստեղ նաև ուզում եմ այսպես նուրբ անցում կատարել մասնագետ եւ կին հարաբերությունների էթիկայի կանոնների վրա, ինչու որովհետեւ մասնավորապես այն դեպքերի ժամանակ, երբ ունեցել ենք վաղաժամ ծննդաբերություն, պաթոլոգիաներ եւ մի քանի փորձից հետո մենք այսպես սպասված հղիություն արդեն ունենք, կնոջ եւ բժշկի այս հարաբերությունները, կոնտակտը շատ կարևոր է հետագայում կնոջ տրամադրության եւ տրամադրվածության գործում։ Նուրբ անցումների մասին եմ ուզում խոսենք, որպեսզի ցանկացած կին, ով արդեն տեսել է այդ երկու գիծը եւ փորձում է ընտրել բժշկին, թե ում հետ պիտի անցնի ճանապարհը, կամ գոնե այդ առաջին մի քանի շաբաթը, իմանա թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնի։ Շատ ճիշտ նշեցիք, ոչ, այո, հղիությունը հիվանդություն չէ։ Այսինքն ոչ մի պարագայում հղի կնոջը չի կարելի վերաբերվել որպես պացիենտի, որպես հիվանդ անձ, որը պետք է ստանա բուժման կուրս։ Ոչ։ Հղիությունը դա ֆիզիոլոգիական առողջ իդեպ առողջ վիճակ է, որովհետև եթե կինը հղի, ուրեմն մենք ունենք բավականին շատ առողջ ֆունկցիոնալ օրգաններ։ Բայց ուշադրության առումով եւ տեղեկացված քննարարության ցուցանիշ է նաեւ։ Իհարկե միանշանակ, հենց որ կինը հղիանում, նույնիսկ գալիս են ինչ-որ հետազոտություններ են անցել, այս պրոբլեմը կա, բայց ունենք դրական, ունենք զարգացող հղիություն, շատ հաճախ ասում դա ի նկատի ենք ունենում, գնում ենք առաջ, որովհետև դա այն խնդիրը չի, որը կարող էր խանգարել։ Եվ շարունակում ենք հսկել պահել հղիությունը, այսինքն այդ նուրբ հատվածը իրականում պետք է պահել, որ կինը հիվանդ չի, բայց ինքը պետք է տեղեկացված լինի, ինչա կարելի, ինչն է սահմանվում, ինչը ցանկալի չի, թե ֆիզիկական ակտիվության առումով, թե սննդակարգի, այսինքն փոխվում է ապրելակերպը։ Փոխվում է միգուցե եւ հոգեբանական որոշ պահեր, որովհետեւ ինքը պետք է արդեն վերանայի իրեն որպես ապագա մայր, որը պահպանում է եւ իրեն եւ ապագա բալիկին, այո, երկու կյանք է, դա պետք է իմանալ։ Դա սննդակար օրվա ընթացքում ինչ կարելի է դեղերի ընդունելու հետ կապված, չէ հիվանդան եթե հիվանդ ենք ոնց ենք բուժումները անում այդ ամենը, բայց դա կյանքի ինչ-որ կյանքի որակի նույնիսկ փոփոխություն չի, ոնց ճիշտ ձևակերպեմ, ընթացիկ փոփոխություն, օրակարգի փոփոխությունը, որ եթե ինքը առաջ կարար գնար ֆիթնեսի մի քանի ժամ պարապեր, հիմա դա հանում ենք, դրա փոխարեն գնում ենք զբոսանքի։ Միայն դա է փոփոխություն, մնացածը բժշկի հետ փոխհարաբերությունները ոչ թե որպես պացիենտ, որը բուժվում է, այլ որպես հղի, որին բժիշկը օգնում է այդ առողջ հղիությունը, չմոռանանք, որ դա ֆիզիոլոգիկ պրոցես է։ Այնտեղ շատ մեծ դեր կատարում է բնությունը։ Եվ մենք պետք է օգնենք այդ բնական պրոցեսին ընթանալ ճիշտ եւ ամենակարևոր գործը, ես վարում եմ միայն առաջին երամսյակը, մանկաբարձ գինեկոլոգների պարագայում ամենադժվար, ամենաբարդ, ամենա դա նաեւ որ չբաց թողնել սկսվող խնդիրը։ Առաջին երամսյակում դա գեմատոմաներն են, զարգացման առատներն են, էմբրիոնի շատ են։ Նույնիսկ մինչև եթե հետաքրքրի նաև մինչև նիպտի հետազոտություն, այսինքն գենետիկ պաթոլոգիաներ տեսնել, հայտնաբերել եւ կանխարգելել, եթե ունենք նմանը, դա շատ ավելի դժվար է։ Մենք ոչ թե բուժում ենք, այլ մենք փորձում ենք կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, գտնել պատճառը։ Որոշիչ 12 շաբաթ։ Մերը շատ որոշիչ է, հետո սկսվում է եւս մի դժվար փուլ, որտեղ ամեն փուլում չկա կարևոր երամսյակ։ Մեկ ասում են, այ ամենակարևորը բոլորն են կարևոր, մինչև մենք լսում ենք ճիչը։ Բոլորը հենց որ լսում ենք եւ մայրիկին դուրս է մեկ այլ կարևոր փուլ, արդեն ավելի կարևոր, բայց այդտեղ մանկաբարձ գինեկոլոգը հանգիստ գնում է տուն, արդեն առանց իրա։ Բայց դա շատ կարևոր է, ամեն փուլ ունի իր վտանգները եւ մանկաբարձ գինեկոլոգը այնքանով պետք է լինի հմուտ, գրագետ, նաև երևի բնությունից տրված այդ ինստինկտները, որ ինքը զգա, համբերատար իհարկե, որ ինքը տեսնի խնդիրը եւ հասկանա երբ ինչ է պետք անել։ Եթե մենք դիտարկենք իդեալական հղիություն, սկզբից մինչև վերջ, մենք կարող ենք ուղղակի այցերին հետաքրքրվել հղի ոնց է։ Դա մի քիչ աբսուրդ բան եմ ասում, շատերը հիմա կասեն, ես ինչ ասում, բայց իրականում առողջ հղիությունը ինքը ֆիզիոլոգիկ պրոցես է, որը ընթացիկ զարգանում է։ Մեր նպատակն է տեսնել, ախտորոշել եւ փրկել շատ հաճախ նաև։
Այսինքն, տեսեք, վերջին տարիներին ես չգիտեմ, թե ինֆորմացիայի իսկապես շատ մեծ հոսք ունենք, թե ամեն ինչի մասին գրում ենք, խոսում ենք, ավելի շատ ենք բարձրաձայնում, դա է պատճառը, թե իրականում կան խնդիրները, այնուամենայնիվ մասնագետները նշում են եւ մենք էլ անընդհատ այս մասին լսում ենք, որ չզարգացող հղիություններ, հղիության վաղաժամ ընդհատումներ, միշտ չէ, ինչպես ասում են, երջանիկ սկիզբը նաև երջանիկ ավարտ դառնում եւ միշտ չէ, որ այդ երկու գիծը վերջում նաև մանկան ճիչով է ավարտվում։ Ձեր պրակտիկան ինչ է հուշում։ Իսկապես դեպքերը շատ են, թե սկսել ենք մենք ավելի մեծ ուշադրություն դարձնել, ավելի հաճախակի դիմել մասնագետներին եւ որքան շատ ենք դիմում, բնական այնքան դեպքերի մասին ավելի շատ է բարձրաձայնվում։ Դեպքերի շատ եւ քիչը պետք է դիտարկել զուտ ստատիստիկ թվերը, որովհետեւ եթե ամեն բժիշկ ասի իր պրակտիկան, դա մի քիչ հարաբերական է։ Դե ամեն մեկ ունի իր աշխատանքային ուղղվածությունը։ Ինչ վերաբերվում է մենք հաճախ ենք հիմա ախտորոշում ավելի, որովհետեւ շատ են մեր հնարավորությունները, շատ լայն հնարավորություններ են եւ դա ոչ միայն մանկաբարձության մեջ է, այլ նաեւ գինեկոլոգիա հիմնականի ուղղվածությունը։ Մենք ունենք ախտորոշիչ հետազոտություններ, լաբորատոր հետազոտություններ։ Մեր սարքավորումները այսօր ցույց են տալիս մեզ այն, մնում է տեսնել, հասկանալ եւ ճիշտ մեկնաբանել։ Ինչ որ մենք չէինք տեսնում 20 տարի առաջ, չէինք տեսնում, որովհետեւ չկար այդ հնարավորությունը, չկար այդ գիտելիքը։ Այսօր շատ ավելի զգայուն գործիքային ինստրումենտալ մենք հետազոտություններ ունենք եւ լաբորատորը չասած։ Մենք մի տարիներ առաջ, տասնյակ տարիներ առաջ չէինք կարող երազել որ 10 շաբաթական հղիության պարագայում, երբ որ այդ իմիջիայլոց դա շատ կարևոր է, որ իմանան մեր հղիները սկզբնական շրջանում, 10 շաբաթականում նոր պտղի գենետիկ մատերիալը հայտնվում է մամայի արյան մեջ։ Այսինքն մենք կարող ենք մայրիկից վերցնելով արյուն ընդհանրապես, այսինքն ոնց որ տատվեք, պատկերացնում եք գնում եք արյուն տալու։ Եվ ունենալ պտղի վերաբերյալ գենետիկ մակարդակով ինֆորմացիա։ Տրիսոմիաներ, Դաունի սինդրոմ շատ, որոնք կյանքի հետ գրեթե անհամատեղելի են կամ անհամատեղելի են։ Դա այն ինֆորմացիան է, որ մենք այսօր ունենք։ Հետևաբար հասկանալի է, որ այսօր այդ ախտորոշումը լինելու է շատ ավելի շուտ, ախտորոշելից հնարավոր են բժշկական ցուցումով ընդհատումները ավելի շատ, քան եղել են տասնյակ տարիներ առաջ։ Եթե համեմատենք ստատիստիկայով տարիներ առաջ ծնված պաթոլոգիայով երեխաներին եւ այսօր, այդտեղ էլ կունենանք դրա կանաչ։ Կարծում եմ, այդտեղ մեծ նշանակություն ունի այդ լաբորատոր հետազոտությունների եւ ես դες ամենապարզը ասեցի նիպտը, որ շատ հաճախ աղջիկները արդեն տեղյակ են ինքը ունի շատ տարբեր ծավալներ, փոքրից մինչև եւ մենք կարողանում ենք հասկանալ ինչ խնդիր կարող ենք ունենալ։ Համադրելով դա սկրինինգի հետ ուլտրաձայնային, որը նույնպես առաջին երամսյակում է արվում, որտեվ այնինչ ստանում ենք արյան քննությունով, մենք դա սոնոգրաֆիկ չենք տեսնում եւ հակառակը։ Համադրում ենք այդ հետազոտությունները եւ մենք ունենում ենք մի շատ մեծ արսենալ արդեն գործողություն կատարելու համար, հասկանալու համար։ Մենք ունենք առողջ զարգացող հղիություն, թե մենք ունենք խնդիր, որի մասին ծնողներին պետք է տեղյակվել եւ հետագա քայլերը որոշել։ Այնպես որ դա շատ հարաբերական ցուցանիշներ են զուտ թվերին, որ նայենք եւ այն մանկաբարձության մեջ вообще ստատիստիկա չի կարելի։ Ես որպես հիմա մարդ ոչ թե բժիշկ, որովհետեւ ամեն մի կին, մի հղիություն, մի ընտանիք եւ դա մի հատ ճակատագիր։ Այո։ Ոչ թե 10 հատ հղիություն, 2 ռեժիմ 80% լավ է, ես միշտ նայել եմ թվերը կարդում դնում եմ մի կողմ, որովհետեւ երբ որ կինը մտնում այդ հույսը հավատա աչքերի մեջ, բաբախը լսել է եւ այլն, դու չես կարող ասել, գիտես 10-ից 3-ի մոտ sense լինում է մի տխրի։ Ոչ առաջինն ես, ոչ վերջինը։ Հա, դա մի քիչ իհարկե արդեն ստեղ բժշկական բանով չի աշխատում։ Եթե վիրահատական կարող ես ասել, ես հնարավոր է sense բարդություններ։ Մարդն էլ է հասկանում, որ գնալով վիրահատության հնարավոր են այս բարդությունները։ Հղի կնոջ հետ այդպես չի կարելի, որովհետև ամեն մեկը մի ճակատագիր, մի ընտանիք, մի սպասված հղիություն, մի պայքարի արդյունք։ Այո, ես շատ հաճախ երկար տարիների պայքարի արդյունք։ Ես այստեղ մի կարևոր հարց եմ նաև ուզում բարձրաձայնել, իհարկե ճիշտ կլիներ սկզբում այս մասին խոսել, բայց երբ մենք խոսում ենք սոնոգրաֆիկ հետազոտությունների մասին, մենք լավ գիտենք, որ առաջին երամսյակում մասնավորապես հետազոտություններն արվում են ներհեշտոցային ճանապարհով եւ վստահ եմ յուրաքանչյուր երկրորդ կին էլ մտածում է, որ սա կարող է վիժման պատճառ դառնալ։ Հիմա այս մասին ուզում եմ եւս մեկ անգամ մեր բոլոր ռադիոլսողների համար ասենք, որ ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտությունը շարունակեք թե մայրիկի համար, թե ապագա բալիկի համար ընդհանրապես անվտանգ է, ոչ մի ռիսկային գործոն այստեղ չունենք։
որը կարող է ազդել եւ բերել ընդհատման, բերել այդ սոնոգրաֆիայի պատճառով էր, որ վիժում է։ Այո, սոնոգրաֆիայի պատճառով վիժում չի լինում։ Սոնոգրաֆիայից հետո կարող է նկատվել արյունային արտադրություն, եթե մենք ունենք արդեն իսկ խնդիր։ Ունենք պարանոցի հետ կապված խնդիր, եթե կինը հղի չի, կամ նույնիսկ հղի կարող են լինել պոլիպներ, կարա լինի էրոզիվ մակերես, շատ վնասված մակերես, շատ պաթոլոգիաներ, երբ որ կատարվում է ներհեշտոցային հետազոտությունը, իդեպ շատ հաճախ սեռական հարաբերությունից հետո էլ են կանայք նշում այդ նույն գանգատները։ Ինչ վերաբերվում է հղին, եթե հետազոտությունից հետո նկատվում է կսվող բնույթի արյունային արտադրություն, դա ոչ թե սոնոն է, գնացի այսենց եղավ, այլ դա եղել է խնդիր, ասում են որ չէ, բայց դες մոտ եղավ։ Դա ոչ թե հետազոտության հետևանք է, այլ դա խնդիր է, որը բացահայտվեց, որովհետև այդ ընթացքում եղավ մեխանիկական շփում։ Առողջ հղիության ընթացքում ոչ մի ներհեշտոցային պրոցեդուրա, հենց ներհեշտոցային, խոսքը չի գնում ներարգանդային, ներհեշտոցային պրոցեդուրա չի բերում վիժման։ Սա էլ են չէ խառնում, որովհետև շատ հաճախ թվում է, թե դաչիկը հասնում է մինչև արգանդը։ Այո, նույնիսկ լինում են դեպքեր, եթե երևի ասել չի, որ հարցնում է ամբողջ դաչիկն է կիրառվում ընթացքում, իհարկե ոչ։ Դաչիկը հասնում է մինչև պարանոց, ոչ ավել։ Բայց դեպի պարանոցից ներս եւ արգանդի խորոջ դաչիկը չի դրվում, դա պրոստը տեխնիկապես անհնար է։ Ֆիզիկապես մենք դա անել չենք կարող։ Դաչիկը կիրառվում է միայն հեշտոցի երկարությամբ այդ սահմաններում եւ վերջ։ Հենց որ ոչ մի բանի չի վնասում։ Ամփոփելով այսօրվա մեր զրույցը, ուզում եմ կարևոր խորհուրդներ առանձնացնել բոլոր նրանց համար, ովքեր առավոտյան արդեն տեսել են այդ երկու կարևոր սպասված պայքարի արդյունքը, այդ երկու գծերը։ Հենց որ տեսնում են, տեղեկացրեք անպայման ձեր ամուսնուն, ընկերոջը, կարող եք մայրիկին, շատ կուրախանան տեղեկա պետք է, այլ որտեղ այդ էմոցիաները պետք է դուրս գան։ Որից հետո զանգում եք ձեր բժշկին, պետք չի միանգամից գնալ ու խառնվել, տեղյակ եք պահում, որ նման հետազոտություն եք արել տան պայմաններում եւ արդեն համոզված եք, որ ըղիեք եւ ուզում եք կանգնել հաշվառման, բայց լսեք բժշկին։ Կհանձնեք, նույնիսկ շատ հաճախ իմ աղջիկները արդեն տեղյակ են, իրանք լավ ինֆորմացված են, զանգում են, ասում տեստը դրականները ԽԳՉ-ն արել եմ։ Այսինքն իրար հետևից ասում են այդ նախադասությունը, շատ լավ, ԽԳՉ-ի թիվը ճշտում ենք եւ ձեր բժիշկը ասում է երբ է պետք գնալ ուլտրաձայնային հետազոտության։ Ուլտրաձայնային հետազոտության արդյունքով, եթե ձեր մասնագետը չի անում, ապա գնում եք ձեր գինեկոլոգի մոտ, եթե ինձ ինքը կատարում է, տեղում բոլոր հարցերի պատասխանը ստանում եք հաջորդ քայլերի։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ուզում եմ, որ նման զանգերը, նման ճակերտավոր ասած շփոթմունքները շատ լինեն եւ թող որ ես միշտ ասում եմ մարդ պետք է հիվանդանոց գնա միայն հղիության համար, ծննդաբերության համար, տղամարդիկ էլ պիտի հիվանդանոցում հայտնվեն միայն այն խնդրի համար, էլի ճակերտավոր ասած, երբ սպասում են, երբ պիտի կարևոր լուրը լսեն, երեխան ծնվել է, ամեն ինչ կարգին է մայրիկի եւ երեխայի մոտ։ Այո, միայն շնորհավորանքներ լսեն։ Շատ իդեալական նկարագրություններ հիվանդանոցի, այո։ Սրա ինձ թվում է միայն այս բաժանմունքը պահելով պետք է սահմանափակել։ Այո։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Սիրելի ռադիոլսողներ, ուզում եմ հիշեցնել, որ զրուցակիցս բժիշկ գինեկոլոգ սոնոգրաֆիստ, բժշկական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հորղուխչյանն էր։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Ցտեսություն։